Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Բարձրեր ինձ համար քո սերը կանանց սերից Երկրորդ Թագավորաց 1:26 Եկեք թանկագին ընթերցողներ, թող մեզանից յուրաքանչյուրն ինքը վկայի ոչ թե Հովնաթանի, այլ Հիսուսի հրաշալի սիրո մասին։ Մենք չենք պատմի այն, ինչ ուրիշներից ենք լսել, այլ այն, ինչ ճաշակել և զգացել ենք Հիսուսի սիրուց։ Օ Հիսուս, քո սերն իմ հանդեպ հրաշալի էր, երբ ես օտարականի պես թափառում էի քեզնից հեռու, մարմնի ու մտքի կամքը կատարելով։ Քո սերը թույլ չտվեց ինձ այնպիսի մեղք գործել, որ դեպի մահ է, և զսպեց ինձ, որ չկործանեմ սեփական անձս։ Քո սերը հետ պահեց կացինը, երբ արդարությունն ասաց. «Կտրիր դրան, ինչու դա երկիրն էլ խափանի» Ղուկաս 13:7 Քո սերն ինձ անապատ տարավ, այնտեղ ցույց տվեց իմ մերկությունը և ինձ ստիպեց ճանաչել իմ մեղքն ու զգալ իմ անօրենության բեռը։ Քո սերը քնքշաձայն խոսեց ինձ հետ, երբ ես վախի և հուսահատության մեջ էի։ Արի ինձ մոտ, և ես քեզ հանգիստ կտամ։ Մատթեոս 11:28 Օ, ինչ անզուգական էր քո սերը, երբ դու մի ակնթարթում լվացիր ինձ իմ մեղքերից, և իմ կեղտոտ հոգին, որ իմ ծննդյան արյունով կարմիր և իմ անօրենության մրով սև էր ներկված, ձյունի պես սպիտակ և ասրի պես ճերմակ արեցիր։ Ինչ քաղցրությամբ հայտնեցիր ինձ քո սերը, երբ ականջիս շշնջացիր. «Ես քոնն եմ, իսկ դու իմը»։ Ինչ հաճելի էր քո ձայնը, երբ ասացիր. «Հայրն ինքը սիրում է քեզ» Հովհաննես 16:27 Ինչ սքանչելի էին այն պահերը, երբ ինձ պատմում էիր հոգու սիրո մասին։ Իմ հոգին երբեք չի մոռանա ներքին սենյակի այն հաղորդակցությունները, որտեղ դու քեզ հայտնում էիր ինձ։ Մի անգամ ժայռի խոռոչում Մովսեսը ետևի կողմից տեսավ իր Աստծուն։ Մենք նույնպես խոռոչներ ունենք ժայռի մեջ, որտեղից տեսել ենք Աստծո ողջ փառահեղությունը Քրիստոսի անձում։ Ինչպես Դավիթն էր հիշում Տիրոջը Հորդանանի երկրից և Հերմոնից Սաղմոս 42:6 Այնպես էլ մենք կարող ենք հիշել մեր սրտին հոգեհարազատ ու թանկ պահերը, որ նույնքան օրհնյալ ու երանելի են։ Թանկագին Տեր Հիսուս, թույլ տուր, որ այս ամիսը սկսենք քո հրաշալի սիրո կենարար ջրից խմելով։ Ամեն։